Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ էքսկլյուզիվ եւ նաեւ սպորտային թողարկում եւ սպասում է ձեզ հետ հանդիպում նաեւ բավականին լուրջ անձնավորության հետ։ Դրա մասին րոպեներանց, որովհետեւ այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օգնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ես գիտեմ, որ շատ վաղուց դարձել եմ քո օդը, գիտեմ, որ ես եմ արևս կյանքի թամոթը, քո անուշ սիրով ասես դարձել ես ինձ քոնը, ախ ինչքան սիրուն ես ասում, սերս իմ անունը, ախ ինչքան սիրուն ես ասում, սերս իմ անունը, համ սիրահար, համ էլ խելագար, դու մինը վեր ես դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա, համ սիրահար, համ էլ խելագար, դու մինը վեր ես դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա։ Ես գիտեմ, որ շատ շուտով կգան լավ պահերը, չէ որ բարդ է իմ սրտում այսքան մեծ էր պահերը, քեզ գտնելու հետ մեկտեղ գետա իմ դարունը, ախր շատ սիրուն ես ասում, սերս իմ անունը, ախր շատ սիրուն ես ասում, սերս իմ անունը, համ սիրահար, համ էլ խելագար, դու մինը վեր ես դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա, համ սիրահար, համ էլ խելագար, դու մինը վեր ես դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա։ Դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա, համ սիրահար, համ էլ խելագար, դու մինը վեր ես դարձել ինձ համար, ոնց ես կան սիրո մեջ դու համար, վայ 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 սիրտս տարա։ Վայ 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 սիրտս տարա։ Դենչ 21 TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ րոպե չկորցնելով ասեմ, որ այս պայն ներկայացնում բավականին լուրջ երևույթի, անձնավորության, որը կարող եմ ասել բավականին երկար տարիների թեմա ունի սպորտ աշխարհի հետ եւ եթե Ակոպովնային վստահված է ներկայացնի գրեթե բոլոր այն նորությունները նաեւ որ կապված է Լիվինե Սերցը Լայնհարտ արուցասիրտ տղաների հետ, ուրեմն պատրաստվեք եւ մոտ նստեք։ Տեսանյութից բարձ կլինի թե ով է ինձ մոտ տաղավարում։
Ես վստահ եմ, որ հենց հիմա սպորտասեր հասարակություն ինձանից հերթական անգամ գոհ կլինի, մոտ կնստի, ձայնը կբարձրացնի եւ կսպասի բոլոր այն թեմաներին, որը վարքյաներ անց մեկնարկելու է։ Մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ վաստակաշատ մարզչի Ռոմա Քալանթարյանին։ Պարոն Քալանթարյան, հարգանքներս։ Ես ձեզ պարոն Քալանթարյան ասեմ, թե Ռոմա, շատ լավ։ Նախ սկսենք մի քիչ հետ գնանք, հետո գանք առաջ, հա։ Երբ որ ինձ տղաները, Արմեն Գուլյանը եւ Էդվարդը, Արուծասիր տղաները ասեցին, «Ձին, քեզ մոտ գալու է բոմբ մարզիչ», ես արդեն օրերն ու ժամերն եմ հաշվում, որովհետև միշտ շփվում եմ մարզիկների հետ Ռոմա ջան։ Ինձ համար հետաքրքիր է շփվել նաև այն մարզիչների հետ, որոնք կրթել, դաստիարակել են հենց նաև շատ մարզիկների, ովքեր որ նաև ինձ մոտ տաղավարում են եղել։ Երբ որ ինձ ուղարկում են Ռոմայի page ասված երևույթը, ես հասկացա, որ դուք եւ տարիքային սահմանափակում չունեք, եւ որ իսկական գժական մարզիկների հետ շփվել եք, դաստիարակել եք, իսկ հիմա գտնվում եք լայն հարթում։ Այո։ Հրավերքը տղաների կողմից էր, ինչ եք անում մեզ մոտ եւ ինչ է սպասվում։ Դուք հենց հիմա կան հատուկ դեմքեր, որոնց հետ աշխատում եք, թե ընդհանրապես որպես մարզիչ եք մեզ մոտ։ Հատուկ Էդուարդի հետ էի պատրաստվում, ես որ ունի հիմա մենամարտը ամսի 12-ին։ Այո։ Ռուսաստանում այդ դրաման ենք պատրաստվում առաջինը, հետո հիմա Գենեդին եկավ, ինքն էլ ամսի 18-ին մենամարտ ունի։ Իրան եմ օգնում։ Լավ։ Հետո Միրանը կգա, Միրանին դե արդեն տարիներ են դե Միացյալ Նահանգներում օգնել եմ, հիմա կգաստե մենամարտից առաջ էլի կշարունակենք մինչև մենամարտը։ Տենց եւ այլն, մեկ էլ ով որ ունենա ինչ որ նոր մենամարտ, իրան եմ օգնում էլի։ Այսինքն դուք տևական ժամանակ դեռ Երևանում եք։ Հələ որ ստեղ եմ մի երևի 1-2 ամիս տնանք։ Շատ լավ։ Դե ապրիլի 18-19 Հակոբովնան լինելու է տղաների հետ եւ ես շատ կադրեր եմ հատուկ էքսկլյուզիվ ներկայացնելու, բայց ես բոլորդ մեկտեղ մենք բավականին շատ նկատեցինք եւ Միրանին եւ նաեւ ձեր շրջապատում Արմանին Ծառուկյան։ Այո։ հետաքրքրել է, ինչքան էլ մարզիկներ ունենում են իրենց մարզիչները, չգիտեմ, առաջին, վերջին, կամ ինչ որ գնում են հատուկ տեղեր պարապելու համար, կան մարզիկներ, որոնք ուղղակի ասում են, ես ուզում եմ գոնե եթե հնարավոր է ինձ հետ աշխատի պարոն Քալանթարյանը։ Նրանք իրավունք ունեն, այսպես ասած, նաև ձեզ ցանկանալ։ Ինչ տարբերակով է դա լինում։ Կապնվում են, հետո հանդիպում ենք։ Այո։ Իմ համար այդքան կարևոր չի թե ինչ սպորտսմեն է, ինչ համբավ ունի, իմ համար կարևոր է որ մենք իրար ճիշտ հասկանանք, լավ մարդ լինի, մենք իրար հասկանանք, եթե իրար հասկանում ենք, շարունակվում է։ Իսկ կարևոր հենց MMA լինի, թե դա է։ Չէ, ես ավելի շատ աշխատում եմ բռնցքամարտիկների հետ։ Երբ որ MMA-ի
կրվողների հետ աշխատում եմ, ելի աշխատում եմ նրանց հարվածայինի վրա, ավելի շատ բոքսի եւ ոտերի հարվածների վրա։ Իսկ դուք հիմա որոշ ժամանակ եք, քանի օր է արդեն ակադեմիայում եք, շփվել եք տղաների հետ, նոր սերունդ ինչպիսին է, տեխնիկապես լավն են մերոնք։ Շատ հոյակապ։ Գնահատականը Ինձ թվում է մեծ ապագա է սպասում, շատ մեծ։ Իսկ ակադեմիայի մասին ինչ կարող եք ասել Հոյակապ։ Ամեն ինչը հոյակապ է, ամեն ինչը շատ բարձր որակի, ավելի շատ լավ, քան թե սպասում էի։ Դուք առաջին անգամ եք եղել Լայոնհարթում Հայաստանի։ Ես 33 տարի Հայաստան չի եղել։ Առաջին անգամ այո։ Մաղարի չեն կանելու Արմենին եւ Էդոյին, հա? Ինչու։ Ինչու։ Ես իմ 6-րդ դասանից տենց Եվրոպա եմ եղել, հետո 2000 թվին բոքսի համար մեկնեցինք Ամերիկա։ Ու տենց վնասվածք ստացա, ու տենց մնացի, սկսեցի այնտեղ տենց չէր ստացվում որ գայի։ Հասկացա։ Այն որ նորմալ կանչող հրավիրող է, պետք է տարբերակն էլ կարող է լինել։ Իսկ կարող է կարոտը շատ լինի մի քիչ երկար մնաք, թե ընտանիք։ Հա, հնարավոր է երկար մնամ։ Ես իմ տունել եմ գնել հիմա մի խոսքով հնարավոր է շատ մնամ։ Շատ լավ, լավ նորություններ ենք լսում փաստորեն։ Եվս մեկ հարց։ Իսկ ես տեղեկացված չեմ, տղաներից մոռացել եմ, եթե անկեղծ հարցնել։ Ռոմա Քալանթարյանը սեմինարներ կազմակերպելու է այստեղ։ Դե տղաներն են կազմակերպելու բնականաբար մենակ։ Հələ որ չեմ մտածել այդ կողմով, երևի։ Չգիտենք, հա։ Ակադեմիայում, որովհետև լինում է Տենակ ոնց կլինի, հա, ոնց։ Հիանալի է։ Աղջիկների մասին ինչ կասեք, տեսել եք, լավ աղջիկներ էլ ունենք ակադեմիայում։ Հա, ոնց միանշանակ ընդհանուր աճը շատ ուժեղ է, թե աղջիկների, թե տղաների սպորտը ոնց որ երում է այդտեղ հիմա շատ լավ է։ Ընդհանուր տարբեր տեղերից ինձ հրավիրել են, ասենք, տարբեր սպորտզալեր, ուրիշ սպորտներ, вообще իմ հետ կապել չունի, բայց էլի հրավիրել են ու շատ լավ աճ եմ տենում սպորտի մեջ։ Ինձ թվում է մի քանի տարի հետո արդեն տարբեր մթնոլորտներում, տարբեր սպորտներում արդեն լավ չեմպիոններ կունենանք։ Շատ լավ։ Իսկ ամփոփման համար ինձ կարող եք ասել ընդհանրապես մի քանի օր է Երևանում եք, որ լեվելի վրա ենք մենք հենց հիմա մարզիկներին պահում, հագեցած են, հասկացանք մի երկու ակադեմիա, դահլիճներ, ինչի պակաս ունի հայ մարզիկը։ Ժողովրդի պակաս ունի, որ ժողովուրդը իրանց քաջալեր են։ Արձագանքը մրցումներին գան, ասենք խոսքի հիմա 18-ին, 19-ին որ լինելու է, առաջինն է Հայաստանում արմատը անում, ու ասենք հիմա մեր սպորտսմենները ավելի շանս ունեն, որ ստեղ պարապեն, ու ստեղ էլ կռվեն, ու ստեղ էլ առաջ գնան, հետո բարձրանան ավելի բարձր տեղեր, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եթե իրանք հիմա պարապում էին այս տարիներ ընդստեղ, հետո գնում էին ուրիշ տեղ էին մրցում, դրա կարիք էլ չի լինելու։ Դա մեծ բան է։ Այսինքն կանան ստեղ մարզեն, ստեղ մրցեն, մենակ ժողովուրդը գան, ոնց որ քաջալեր են, նայեն, բալետ անեն, ես իմ մեծ բան է, դա ամենակարևոր երևույթներից մեկն է։ Շատ լավ։ Իրանք էլ լավ զգան իրանց։ Մինչև ապրիլի 18-19-ն վստահ եմ տղաներից ինձ մոտ տաղավարում լինելու են, եւ ես ինքս էլ խորհուրդ եմ տալիս, միշտ ասում եմ, տղաները ինչքան շատ լսում են իրենց անունը, այնքան բարձր պետքա լինի, որ մարզ չեն կողքի գոռոցը ընդհանրապես չհասցնի լսի, դա ավելի շատ ոգևորող է։ Ես վստահ եմ տղաները ամենաշատը մի տարի հետո ֆան կլուբ են բացելու, այսպես ասած, որ կունենանք հասկանան, որ զարգանում է իսկապես այս սպորտաձևը։ Դա որ ձեզ էլ արդեն ունենք, իսկ թվում է ձեռքբերումներից ամենակարևորն է։ Բայց մի խնդրանք էլ էլի, ես ես չգիտեմ ինչքանով կարողացա բացատրել թե ոչ, երբ որ ես գալիս եմ Lionheart, տենց մի քիչ կողքից խոսում եմ, խնդրում եմ, ամեն մեկ ինձ ինչ-որ մի բան սովորեցնում է, ու Արմենը փորձում է ինչ-որ մի բաներ, ասում է Ձինջան, կլինի դու քո համար կողք նստի, մենք քեզ կպաշտպանենք, բայց ամեն անգամ օտղաներիմ կողքը չեն լինի, պարոն Քալանթարյան։ Արեն Հակոբյան ինձ սովորացեց, դուք արդեն հասկացաք, քննարկը քննացնող, երբ որ ես կամ Lionheart, մի բան էլ դուք ինձ կսովորեցնեք պաշտպանողակով։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Մենակ չդատվեք իմեն խփել ցավացնելով ջարդվելով։ Ձեր ուժային է չի ամենտեղս։ Մերը քնածնել չի, մերը մի քիչ ուրիշ է։ Շնորհակալ եմ շատ ձեզ, մենք դեռ հանդիպելու ենք Lionheart-ում։ Այո։ Վստահ եմ ես այնտեղ էլ կարող եմ ձեզ հետ նաև ինտերվյու ունենալ, հարցազրույց, դուք ինքներդ նաև կբացատրեք։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ այս պահին չի ավարտվում թեման։ Թեման շարունակվում է, որովհետև ունեմ բավականին սպասվածություն, որ տաղավարից այն կողմը։ Ես առաջարկում այս պարել դիտել նաև նրա
տեսանյութը եւ հասկանանք, թե որ մի հերթական չեմպիոնն է ինձ մոտ տաղավարում։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ սպորտասեր հասարակություն մոտ նստեց, նորից ձայնը բարձրացեց եւ հասկացավ, որ թեման ինձ մոտ շարունակվում է եւ ըստ արուծասիրտ տղաների, այսինքն լվինը սերցե կարևոր դեմքերի, որ ինձ մոտ տաղավարում են եւ ասում են, որ սկսվում է հերթական նորությունը եւ լավագույնները կլինեն Ակոպովնայի մոտ, արդեն փաստերը ակնհայտ են։ Մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալել է Muay Thai եւ MMA սպորտաձևերի ամենաբարձր նաև վարկանիշ ձեռք բերած մարզիկի Հովանես Նագապետյանին։ Հովջան, ողջույն։ Արեցես։ Իդեպ ասեմ, նախ շատերի կողմից ներողություն խնդրեմ եւ նաև Հովոյ անունից, եթե մեր տղան մեկ ու մեջ ռուսերեն խոսե, հասկանում եք, որ տևական ժամանակ է բնակվում է Ռուսաստանում, ես քո տղա ներողություն խնդրեցի։ Ինչքան կարող ես, Հովջան, այնքան հայերեն։ Փորձիր։ Բարև ձեզ նորից։ Ես Ռուսաստանում եմ ապրել, այնտեղ եմ ծնվել։ Դա ես չգիտեի։ Հա, այնտեղ եմ ծնվել ու պապաս այնտեղ է ծնվել, մամաս Վրաստանը ծնվել, բայց հայ է։ Ահա։ Ես вообще 16 տարեկան պարապում եմ, այնտեղ եմ սկսել Սոչիում պարապել, Muay Thai։ Լավ։ Բայց 14-ի տվին գնացել էի Մոսկվա, այնտեղ էի սովորում ու աշխատում էի, այնտեղ էլ պարապում էի։ Ու ամենաառաջի անգամ եկել եմ Weinhardt, Մոսկվա, որ 7-8 տարի առաջ բացվել էր մեր զալը, այնտեղ պարապել էի ու 3 ամիս առաջ չէ, 4 ամիս առաջ եկել է ստեղ զբոր, Weinhardt Armenian բացվել էր, եկել է զբոր Ռուսաստանից ստեղ պարապում ենք 2 շաբաթ ու Արմեն Գուլյանը, մեր պրեզիդենտը ինձ հարցնել էր կարամ ես կամ ստեղ տանը մարզիչ ու բարապեցնեմ տեղեկնուն 10-14 տարեկան ես ունեմ տեղեկ ու 14-18 եմ ամա։ Ես տունն էի Ռուսաստան, մի քիչ որոշեցի ու զանգեցի Արմենի ու ասել էի կկամ աշխատելու ու եկել եմ 3 ամիս առաջ Հայաստան, այստեղ եմ ապրում, Weinhardt-ի պարապում եմ ու մարզիչ եմ այնտեղ։ Լուրջ ես ասում։ Հա։ Արմեն, դատարկում է Ռուսաստանը մեր տղան, հիանալի է։ Հարգանքներս Կարապետյանների ընտանիքին, ոնց հասկացա, մեր տղերքին վերադարձնում է, ինչը շատ հաճելի է, բայց ներկա պահին Weinhardt-ում դու մարզիչ ես։ Ես ու սպորտսմեն եմ ու մարզիչ եմ Weinhardt-ում։ Չի խանգարում։ Գիտեք, ես 11 տարի вообще ուրիշ տեղ է աշխատում, սովորում էի, ես Պաժարնա ակադեմիա պրծել եմ։ Օ, մոլոդец։ Ու 5 տարի ես սովորում էի ու 6 տարի աշխատում էի։
Ռուսաստան։ Հա։ Ու ես ոնց ասեմ աշխատում էի вообще ուրիշ տեղ ու պարապում էի։ Հա, հիմա այստեղ ես մի հատ գործ եմ անում ու մի հատ զալի ես մարզիչ եմ ու այնտեղ ես պարապում եմ։ Հեշտ է ավելի։ Հա, այս շատ հեշտ է ինձ ու շատ ինձ դուրս է գալիս։ Շատ լավ։ Այսինքն հիմա հնարավորություն ունենք նաև տարբեր տարիքի երեխաների հետ աշխատել, թե հատուկ տղաների հետ ես դու պարապում։ Չէ, ես աշխատում ենք տեղեկա 18 տարի ու վերջ։ Հա, փոքր տեղեկների հետ հիմա եկել են զալը բացվել է, եկել են մեր մոտ, ով կարա մի քիչ պարապում էին ուրիշ տեղ, եկել են ուժը բազա ունեն։ Ահա։ Հա, բայց շատ տղա կա, որ առաջի անգամն են եկել, вообще մամա կպնելու ուզում են։ Ու շատ սիրտով պարապում են ու աշխատում ենք։ Տեխնիկապես ուժեղ են։ Տեխնիկապես հիմա այս փոքր սրի տեղեկներուն ես ֆիզիկա կտամ շատ, որ կարան լավ շնչել ու ուժել են։ Հա, ու տեխնիկա ուժը մի քիչ ժամանակ անցնի մենք կտանք։ Որովհետև ինչքան տղաներից ինձ մոտ էստեղ լինում են Լայնհարթի, թե սպորտսմեններ, հա, թե մարզիչներ, ասում են, «Ձին մեր տղերքը ուժեղ են, բայց տեխնիկան պակասում է։ Նրանց պետք է նաև ժամանակ»։ Բայց вообще հայ տղեկա, որ կպնում են, շատ են ապրի ու պարապում էին Ռուսաստան։ Ահա։ Այնտեղ այստեղ նորից եկել է SMMI պարապմունքները ու ռազվիտի անում են Հայաստանում։ Տեղեկա, որ Ռուսաստանից մեր մոտ զբոր են եկում, տեղեկա ու սպարինգ են անում, ատրաբոտք են անում մեր տեղեկներով հետ ու մեր տեղեկա, որ մեծանան տեխնически ու կարող է հիմա ես մի հատ 60 մարդ պարապում եմ մոտս, կարող է հիմա մի երկու տարի ուժը առաջի ռեզուլտատները կան մեր մոտ, հա, ցույց տանք։ Հիանալի է։ Մի հարց էլ, փաստորեն երկար տարիներ ապրել, բնակվել Ռուսաստանում։ Դուք այնտեղ էլ ունեք փաստորեն շատ մարզիկ սաներ, չէ՞։ Հա։ Ու դուք որ եկել եք Երևան, ո՞նց է այնտեղ իրանց վիճակը։ Կարոտած, ծանր չեն տանում։ Չէ, այստեղ ես ինձ դուրս է գալիս Հայաստանում։ Ես вообще շատ եմ Մոսկվա ապրել, մեծ քաղաք է, Երևանն էլ մեծ քաղաք է, բայց Մոսկվա շատ մեծ է, ինձ ստեղ հարմար է։ Հայերի մեջ ավելի լավ է, չէ՞։ Ասեք, որ հա։ Հա։ Ես գիտեք, օրինակ իմ մամաս միշտ մի հատ տեքստ ունի, ասում եմ, բալես որ մի կողմը հայ է լինում, մի կողմը վրացի, այդ որ ասում վրացա հայ տարբերակն էլ կա, իրանք շատ լավն են, համ ջիգարով են, համ մի տեսակ ուրիշ տարբերակ կա։ Ու իմ ընկերների շրջապատում ինչքան որ մի կողմը հայ է լինում, մի կողմը ռուս կամ բայց որ վրացու արոնել է լինում, խառնված է լինում, ասում են իրանք հայերի հետ ավելի լավ են լեզու գտնում ու լավ են իրենց զգում։ Ես вообще իմ պապիկս ծնվել է Ռուսաստան, պապայիս հերը, այնտեղ է ծնվել, բայց մամաս Վրաստանում է ծնվել ու պապիկս մամայի պապան Ստեփանավանցի է, Կիրովական Ստեփանավան այնտեղ ապրել, այնտեղ ես քերի ունեմ, ախպեր ունեմ, այդ առաջի անգամ ես Հայաստան եկել եմ 2 տարի առաջ, ես սեպտեմբերին 30 տարեկան եմ ու առաջի անգամ 2 տարի առաջ եկել եմ։ Հով, բայց դու լավ հայերեն ես խոսում։ Մենք մի քիչ ես հիմա սովորում եմ, այստեղ երբ որ փոքր էի մի քիչ Հայաստան դպրոց եմ գնացել,
հա, ու մի քիչ գրում էի ու գարտում էի, հիմա մոռացել եմ։ Հա, բայց կարևորը խոսում ես։ Բայց մենք այնտեղ Սոչիում ամշենցի հայ ենք։ Այո։ Հա, մի քիչ ուրիշ լեզվով խոսում ենք։ Բայց ես հասկանում եմ ինչ են ինձ ասում, շատ լավ չեմ խոսում, կներեք, բայց Շատ լավ ես խոսում, ի տարբերություն շատ մեր տղերքի։ Բայց ես ուզում եմ սովորել, որ ստեղ ապրեմ, այտենց է։ Հիանալի է։ Ես Արմենից հետ պայմանավորվել եմ, որ ես տեսել եմ այնտեղ շատ են խոսում ռուսերեն։ Արդեն ուզած հայերեն այդքան մաքուր չի բացվում։ Դե նորմալ է։ Արմենի հետ պայմանավորվեցինք, ես էլ գամ ձեզ մոտ սեմինար կազմակերպեմ, բայց լեզվի։ Ոնց որ տարբերակով գոնե բացվի։ Ինչքան հայերեն խոսեն, այդքան հայերենը ավելի լավ կբացվի, այնպես որ ես եւ Արմենին Գուլյանի եւ Էդվարդին իմ ընկերներին հարգանքներս եմ հղում, նրանք լուրջ աշխատանք են տանում։ Հարգանքներս Կարապետյանների ընտանիքին, որովհետև մեր մարզիկների մեծ մասը եւ Ռուսաստանում է Հովջան, եւ արտերկրում է, ու միշտ ասում են դե այնտեղ մեզ ավելի լավ են նայում, այնտեղ ավելի լավ են մեզ գնահատում, այնտեղ չգիտեմ այսպես, այնպես, էլ արդեն ոնց որ մի տեսակ նեղվում ենք, հենց որտեղ մենք նաև մեր դրոշով են բարձրանում։ Ամարդ մեր տղերքին չի մեր մոտ չլինեն, այնպես որ սա ամենակարևոր երևույթն է, որ մեր տղերքին վերադարձնում եք հայրենիք, ինչն է որ փաստեց պարոն Քալանթարյանը, ոնց հասկացա, ելնալ 30 տարուց ավել Երևանում չի եղել ու այդ մեծ թեմա է։ Հով տեսախցիկը կամերան քոնն է։ Ես կցանկանամ, որ բոլոր այն տղերքը, որ հենց հիմա քեզ դիտում են, տարբեր սպորտաձևերի, որտեղ մեզ հետևում են եւ ըմբիշները, բարեցները, եւ բոքսորները, այսպես։ Մեր տղերքի մի հատ լավ բարեմաղթանք ասա էլի։ Ինչ կցանկանաս։ Ուզում եմ ասեմ, որ այս вообще բարապունկը այդ վերջ չի, բարապունկը ինչի պետք է այս կարող է շատ մարդ բարապի ու այդ չեմպիոն մի հատ ստացում։ Այս բարապունկը вообще տղամարդի շատ պետք է բարապունկը, որ ուժեղ ելնեն, այս ռուսերեն ասեմ, այս վրեդնի պրիվեչկա չանեն, ես եկել եմ ստեղ Հայաստան, Ռուսաստանից է տենց գավան, բայց այստեղ հետ շատ է տեսվում, բայց փոքր երեխեքը դուս ես գալիս սիգարետ են ծխում, այտենց բան են անում, բայց մենք ուզում ենք հիմա ստեղ եկել ենք, այդ լավ սովորեն դպրոց, լավ բարապեն ու ռեզուլտատ տան, բայց շատ լավ լսեն մամային, պապային։ Ես միշտ ասել եմ, ընդհանրապես եթե երեխաները լինում են Թեկուս ակադեմիայում, որպես տանում եք, որպեսի ծնվեն մարզիկներ, հավատացած եղեք, եթե չեմպիոններ չծնվեն, լավ տղերք հաստատ դաստիարակվում են, որովհետև իսկապես լավ տղերք են պետք ու հայոց բանակի համար արդեն կրթված ու դաստիարակված ուժեղ տղերք են պետք, հենց այսպեսի մեր տղաների օգնությամբ։ Շնորհակալ եմ քեզ Հովջան։ Եվ ես շատերին կխնդրեմ հիմա ներխուժեն եւ պարոն Քալանթարյանի եւ Հովանեսի իդեպի շատ իմ ընկերներ ասում են նագանա Ձինայի մոտ գալու։ Նրանց Instagram-ի մեջերը եւ կհասկանաք թե ընդհանրապես նրանք ինչ գործունեություն են ծավալել միջև Հայաստան գալը։ Իսկ ես շատ շնորհակալ եմ քեզ։ Մենք դեռ հանդիպելու ենք եւ 18-ին եւ 19-ին ես ունեմ հնարավորություն հրավերք լինել ձեր շարքերը եւ նկարել այն ամենը, ինչ դուք ինքներդ կազմակերպում եք։ Հա, 18-ին, 19-ին մենք առաջ անգամ անում ենք ստեղ Արմենը անում է լիգա բացվում է, Armat Fight Show, Grand Prix ելում, լավ փող են տալիս տեղեք Հայաստանում, այս առաջ անգամն է, որ այտենց փող են տալիս, բայց նայեք ու եկեք նայելու։ Ինչպես պարոն Քալանթարյանն ասաց, արձագանքեք եւ ամենակարևորը այնպես արեք, որ մեր տղերքի դուխը ավելի բարձր լինի։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Եվ իհարկե շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր միշտ հետևում են Հակոբովներին եւ գիտեն, որ ես ձեզ համար միշտ նախապատրաստում եմ լավագույն թողարկումները։ Միջև հիմա ձեզ այդ սպորտ աշխարհի կար ու դեմքերն են եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ընդ ձեզ։